Բարև ձեզ սիրելի ընկերներ, Փառք Աստծո, որ այսօր էլ առողջ ենք, կենդանի ենք, կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սուրել իրենից, թող Աստված մեզ ների մեր մեղքերը, մեզ վրա իր Սուրբ Հոգին թափի, որպեսզի մենք կարողանանք ճիշտ հասկանալ իր դասի իմաստը եւ իրագործել մեր կյանքում Հիսուսի շնորհքով, Հիսուսի անունով, ամեն։ Ուրեմն մենք գիտենք, որ ուսումնասիրում ենք Մարկոսի ավետարանը, այսօր կշարունակենք ուսումնասիրել Մարկոսի ավետարանը եւ արդեն հասել ենք 19-րդ, որը կոչվում է Վեճեր Երուսաղեմում հիշելու համարն է Մարկոս 11:25 եւ երբ աղոթքի կանգնեք, եթե մեկի դեմ որևէ բան ունեք, ներեք, որպեսզի ձեր հայրն էլ, որ երկնքում է, ձեր հանցանքները ձեզ ների։ Ուրեմն այստեղ բարձ տված է ֆորմուլան, թե ինչպես մենք կարող ենք ներում ստանալ, երբ որ մենք ներում ենք նրանց, ում դեմ ինչ-որ բան են կամ ով ինչ-որ բան է արել մեզ վատ, այն ժամանակ էլ ներում ենք ստանում Աստծուց։ Ուրեմն այս գլուխը, որ այսօր ուսումնասիրենք 11-րդ գլուխը, կրոնական առաջնորդները գալիս են հակադրելու Հիսուսին, շփոթեցնելու եւ հաղթելու, բայց ինչպես միշտ երբեք էլ հաջողության չհասան։ Առաջին մասը, որ այսօր պետք է կարդանք, դա Մարկոս 11 գլխի առաջին 11 համարներն են, երբ մոտեցան Երուսաղեմին, Բեթփագեին ու Բեթանիային, Ձեթենիաց լեռան մոտ, Հիսուսն իր աշակերտներից երկուսին ուղարկեց եւ նրանց ասաց. Գնացեք դիմացի գյուղը եւ հենց այնտեղ մտնեք, մի կապված ավանակ կգտնեք, որի վրա դեռ ոչ ոք չի նստել։ Արձակեք այն եւ բերեք, ու եթե որևէ մեկը ձեզ ասի ինչու եք դա անում, ասեք, որ այն պետք է Տիրոջը, եւ նա այն իսկույն այստեղ կուղարկի։ Նրանք գնացին ու ավանակը գտան, փողոցից դուրս մի դռան մոտ կապված, եւ արձակեցին այն։ Այնտեղ կանանցներից ոմանք նրանց ասացին. Այդ ինչ եք անում, ինչու եք այդ ավանակը արձակում, իսկ նրանք պատասխանեցին, ինչպես Հիսուսն էր կարգադրել եւ թույլ տվեցին նրանց։ Ավանակը Հիսուսի մոտ բերեցին, իրենց հագուստները վրան գցեցին եւ նա նստեց ավանակի վրա, շատերն իրենց հագուստները փռում էին ճանապարհին, ուրիշները ծառերից ճյուղեր էին կտրում ու ճանապարհին փռում, եւ Հիսուսի առջևից ու հետևից գնացողները աղաղակում էին ու ասում. Օվսաննա, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը, օրհնյալ է մեր հոր Դավթի թագավորությունը, որ գալիս է, Օվսաննա բարձրյալին։ Հիսուսը մտավ Երուսաղեմ եւ տաճար գնաց։ Շուրջն ամեն ինչ աչքի անցկացնելուց հետո, քանի որ արդեն երեկո էր, 12 աշակերտների հետ գնաց Բեթանիա։ Ուրեմն կարծես թե աշակերտների սպասելիքներ իրականում են, Հիսուսը ասում է, որ էշ բերեն իր համար, որպեսզի ինքը նստի, որտեղ հին ժամանակներում Իսրայելի թագավորները այդպես էին այսինքն թագավորները էշի վրա էին դրվում, երբ որ Ադոնյան Դավիթի որդին ուզում էր առաջ անցնել եւ ինքը թագավոր դառնար Դավթի մահվանից հետո, բայց Դավիթը երբ որ իմացավ, անմիջապես, քանի որ Աստված արդեն ասել է իրենց, որ պետք է Սողոմոնը լինի, ասեց անմիջապես Սողոմոնին կարգեք թագավոր, եւ ինչպես արեցին, դրեցին էշի վրա Սողոմոնին եւ գնացին առաջից եւ ասցին եւ թագավոր հռչակեցին Սողոմոնին։ Եվ Հիսուսը այս ամենը ուրեմն կատարվում է մարգարեությունը, որ Զաքարիան տվել էր, Զաքարիայի գլխի 9-10 համարները։ Մեծապես ուրախացիր, ով Սիոնի աղջիկ, ցնծությամբ աղաղակե, ով Երուսաղեմի աղջիկ, ահա քո թագավորդ քեզի կուքա, անիկա արդար ու փրկիչ է, հեզ է ու իշու վրա հեծած եւ իշու ձագի ավանակի վրա։ Ինչ եք կարծում, ղեկավարները, փարիսեցիները չգիտեին այս համարը Զաքարիային, երբ որ իրանք տեսան Հիսուսին, իրենք պիտի հասկանային, որ սա Մեսիան է, որին իրենք սպասում են, բայց ոչ։ Տեսեք ինչ է տեղի ունենում։ Ու Եփրեմեն կառքը ու Երուսաղեմեն ձին պիտի ջնջեն, պատերազմին աղեղը պիտի կոտրի, անիկա ազգերուն խաղաղություն պիտի քարոզե, անոր իշխանությունը ծովեծով,
գետեն մինչև երկրին ծայրերը պիտի ըլլա։ Այսինքն կարծես թե Հիսուսի աշակերտների երազանքը սպասումներ իրականացան։ Հիսուսը նստեց էշի վրա եւ դա նշանակում էր, որ ինքը կարծես թե հայտարարում էր, որ ինքը թագավոր է, իրոք թագավոր է։ Եվ մարդիկ ուրախացել էին եւ կարծում էին, օ, հենց Հիսուսը կնստի թագավոր, կջախջախի հռոմեական լուծը հռոմեացիներին եւ իրեն կտիրեն ամբողջ աշխարհին, բայց իհարկե դա տեղի չունեցավ, որտեղ եթե դա տեղի ունենար, դա կհամարվեր ամբոստություն հռոմեական իշխանության դեմ եւ այդ ամբոստությունը կճնշվեր եւ շատ արյուն կթափվեր։ Եվ Հիսուսը ուղղակի խորհրդանշորեն ցույց տվեց, որ այո, իրոք ես թագավոր եմ, բայց ոչ թե այս երկրի վրա թագավոր։ Ես գալիք թագավորն եմ։ Եվ այստեղ մենք տեսնում ենք կարդանք Էլեն Ուայթի դարերի փափագից Քրիստոսի ծնունդից 500 տարի առաջ Զաքարիա մարգարեն կանխասեց թագավորի գալուստը Իսրայել։ Այժմ այս մարգարեությունը պատրաստվում է իրագործվել։ Նա, ով այդքան երկար ժամանակ հրաժարվում էր թագավորական պատիվներից, այժմ գալիս է Երուսաղեմ որպես Դավթի գահի խոստացած ժառանգում։ Այսինքն մինչև հիմա Հիսուսը ուզում էր մնալ կարծես թե աննկատ, բայց հիմա արդեն ժամանակը եկել է։ 3.5 իր ծառայության 3.5 տարի լրացել է եւ հիմա արդեն իր ծառայության գագաթնակետն է հասել, երբ որ ինքը պիտի իր կյանքը զոհաբերի մարդկանց փրկության համար եւ դրա համար արդեն ինքը չի խուսափում անդիմությունից։ Ուրեմն այդ ժամանակ Երուսաղեմում մոտարապես ապրում էին 40-50 հազար մարդ, բայց զատկի ժամանակ մարդկանց թիվը ավելանում էր, որտեղ մարդիկ այլ տեղերից գալիս էին, եւ ուրեմն քաղաքը իրարանցման մեջ էր եւ խանդավառված էր Հիսուսի մուտքով, բոլորը գիտակցում էին նրա խորհրդանշական գործողության նշանակությունը։ Ուրեմն Հիսուսը Մարկոսի ավետարանի մեծ մասում ձգտում էր մնալ ստվերում, այժմ Հիսուսը բացահայտ մտնում է Երուսաղեմ օգտագործելով թագավորական հայտնի խորհրդանշական գործողությունը, նա մտնում է տաճար, բայց քանի որ արդեն ուշ երեկո է, պարզապես նայում է շուրջ բոլորը, իսկ հետո 12 աշակերտների հետ միասին հեռանում է Բեթանիա։ Այնինչ կարող էր խռովություն կամ ապստամբության վերածվել, փոխարեն ավարտվում է նրա խաղաղ հեռացումով, բայց հաջորդ օրն այլ է լինելու։ Ուրեմն ինչ է կատարվում հաջորդ օրը։ Կարդանք, շարունակենք կարդալ Մարկոս 11 գլուխը 12 համարից։ Հետևյալ օրը, երբ Բեթանիայից դուրս էին գալիս, Հիսուսը քաղց գաց։ Հեռվից տերևաշատ մի թզենի տեսնելով մոտեցավ, որ նրա վրա որևէ մի բան գտնի, բայց երբ մոտեցավ տերևներից բացի ոչինչ չգտավ, որտեղ դեռ թզի ժամանակը չէր, Հիսուսն ասաց թզենուն. թող ոչ ոք այլևս քեզանից պտուղ չուտի հավիտյան։ Նրա աշակերտները լռում էին։ Կարծես թե շատ տարօրինակ Հիսուսը մինչև հիմա ոչ մի անեծք չէր տվել, այսպես ասենք, բայց հիմա անիծում է այս թզենի։ Ինչու՞։ Ինչ էր խորհրդանշում այս թզենին։ Կարդանք Ղուկաս ավետարանի 13-րդ գլխի 6-9 համարները։ Այս առակն էլ ասավ. մարդը իր այգին մեջ տնկված թզենի ուներ, եկավ անկե պտուղ քաղելու չգտավ, ուստի սավ այն այգեպանին։ Ահա 3 տարի է, արդեն 3 տարի էր, որ Հիսուսը ծառայում էր, որ կուքամ այդ թզենին վրա պտուղ կփնտրեմ ու չեմ գտներ։ Ալ ադիգա կտրե, ինչու համար գետինը խափան է։ Իսկ ինչի համար
հողը զբաղացնի, եթե պտուղ չի բերում, մի ուրիշ պտղատուծա կտնկեք, որ կբերի հողը, կբերի պտուղ։ Անիկա պատասխան տվավ անորսավ, տեր, այս տարի ալ ատիկա թողտուր, մինչև ատոր բոլորթիկը բրեմ, ուտրիկ դնեմ, և եթե պտուղ տա, աղեք, ապա թե ոչ, գալ տարի կտրե ատիկա։ Ուրեմն այգեպանը խնդրում է ևս մեկ տարի տալ այս ծզենուն, և ասում է, ես ամեն ինչ կանեմ, պարարտանյութ կտամ և այլն, և եթե նորից մյուս տարի պտուղ չտա, այն ժամանակ կտրիր, ուրեմն հույս չկա այլ այս ծառից։ Եվ շատ հնարավոր է, որ այս առակը Հիսուսը ասել էր մի տարի առաջ, և հիմա արդեն մի տարին լրացել է։ Ինչ է խորհրդանշում այս թզենին, քիչ հետո կասենք, իսկ հիմա շարունակենք կարդալ, ուրեմն եկան Երուսաղեմ, Հիսուսը տաճար մտավ և սկսեց դուրս հանել տաճարում գտնվող վաճառողներին ու գնողներին։ Ուրեմն ինքը դրանից առաջ նախորդ օրը որպես թագավոր է մտել և մարդիկ սպասում են, որ հռովմեացիների իշխանությունից պիտի ազատի այս թագավորը իրենց, բայց Հիսուսը անում է հակառակը, ինքը մտնում է տաճար և սկսում է դուրս հանել այն մարդկանց, ովքեր տաճարը շուկա էին սարքել։ Հիսուսը սրանով ցույց է տալի, որ ես եկել եմ, որպեսզի փրկեմ ձեզ ձեր մեղքերից, որպեսզի ձեզ մաքրեմ։ Ես չեմ եկել այստեղ, որպեսզի հռովմեալությունների լուծը ձեզանից վերցնեմ, այլ մեղքի լուծը ձեր վրայից վերցնեմ։ Հիմա դուք մեղքի մեջ եք, դուք շուկա եք սարքել այն տաճարը, որը որ ստեղծված է Աստծուն պաշտելու համար։ Նա շուռ տվեց լումայափոխների սեղանները և կոտրեց աղավնե վաճառների աթոռները։ Նա նաև թույլ չէր տալիս, որ որևէ մեկը տաճարի միջով որևէ բան տեղափոխեր և ուսուցանում էր ու ասում նրանց. գրված չէ, թե իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն պետք է կոչվի։ Եվ դա ասված է Եսայա 56:7-ում։ Ինքը այս համարը մեջ բերեց Եսայա 56:7-ից։ Դեռ այն ժամանակ Աստված ասել էր, որ այս տունը աղոթքի տուն կլինի բոլոր ազգերի համար, այլ ոչ թե միայն հրեաների։ Իսկ դուք այն ավազակների ո՞ր չեք դարձրել։ Այսինքն փոխարենը պտուղ բերեք Աստծո համար, Աստված ձեզ ճշմարտությունը տվել է, որ դուք այդ ճշմարտությունը տալաք հեթանոսներին, իրենց փրկեք խավար վիճակից։ Դուք ընկել եք փառքի և փողի հետևից, փող եք աշխատում, մենք մի անգամ ասել ենք, նորից կրկնենք, որ ինչու էին իրենք եկեղեցու տաճարի բակը սարքել շուկա, ինչու էին սարքել, որովհետև ուզում էին փող աշխատել ավել, բիզնես էին սարքել, ծառայություն։ Մարդը իր ոչխարը, իր կենդանին, որ բերում էր, ինադու ասում էին, գիտես, քո ոչխարը կամ քո կենդանին թերություն ունի։ Իսկ սրանք, որ մենք վաճառում ենք բոլոր անթերին, սրանք վաճառում են մի քանի անգամ ավել իրական գնից և այդպես փող են սարքում։ Իրանց հետաքրքիր չէր այդ մարդը փող ունի, չունի, այս խեղճ մարդը ստիպված պարտքով փող էր վերցնում կամ չգիտեմ, իր վերջին կոպեկը տալիս էր, որ այդ ոչխարը առնի իրենցից։ Եվ զոհաբերի ասում են, որ մեզնից չառնեիք։ Աստված չի ընդունել զոհաբերությունը, իհարկե խաբում էին, ուզում էին փող աշխատել, այսինքն իրանց կյանքի նպատակը հարստանալն էր դարձել, այլ ոչ թե մարդկանց դարձի բերել, այլ ոչ թե մարդկանց լույս տալը։ Իսկ դուք այն ավազակների ո՞ր չեք դարձրել։ Սա էլ հին գտականից է, երբ Երեմիան ասում է Երեմիա 7:11 Երեմիան նույնն է ասում այն ժամանակվա
հրեաներին, ժողովրդին, ծառայողներին, ղեկավարներին, Երեմիա 7:11 Այս տունը, որի մանովս կոչված է, միթե ձեր աչքերուն առջև ավազակներու քարայր եղավ, այսինքն Աստված եւ ասում է, ահա ես տեսա, կսե Տերը, ասում է, ես տեսնում եմ, թե դուք ինչ եք անում, այսինքն դարեր էին անցել եւ բոլորովին փոփոխություն չկար, նույն պատմությունը, ղեկավարները զբաղված էին հարստանալով, այսօր շատ եկեղեցիներ նույն վիճակում են, Երանի թե այս մարդիկ լսեն եւ դարձի գան եւ դադարեն իրենց համար պտուղ բերելուց, իրենց համար հարստանալուց, այլ պտուղ բերեն Աստծո համար։ Ուրեմն քահանապետներն ու դպիրները լսեցին այս եւ միջոց էին փնտրում, թե ինչպես նրան կորստյան մատնեն։ Սակայն նրանից վախենում էին, քանի որ ամբողջ ժողովուրդը հիանում էր նրա ուսուցմամբ։ Երբ երեկոն իջավ, Հիսուսն իր աշակերտների հետ քաղաքից դուրս ելավ։ Ուրեմն փոխանակ ապաշխարեն, փոխանակ հասկանալին սխալ այս բոլոր համարները իրանք լավ գիտեին, որ Հիսուսը բերում էր։ Բայց ինադ էին ընկել, չէին ուզում ընդունել, որտեղ Հիսուսը չեկավ, իրանց գլուխը չշոյեց, չասեց ապրեք, հարստացեք, էս արեք, այն արեք, տիրեք, չէ։ Հիսուս ասեց դուք մեղքի մեջ եք ապաշխարեք, որ փրկվեք եւ դա իրենց դուր չեկավ։ Հիմա տեսնենք, առավոտյան նույն տեղով անցնելիս տեսան այն թզենին արմատից չորացած։ Եվ Պետրոսը հիշեց ու ասաց նրան Ռաբի, տես այն թզենին, որին անիծեցի չորացել է։ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց Աստծո հանդեպ հավատ ունեցեք, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով այս լեռանն ասի, երուցովն ընկիր ու իր սրտում չի երկմտի, այլ հավատա, որ ինչ ասում է կլինի, արդ ինչ որ ասի կլինի։ Դրա համար ասում եմ ձեզ, այն ամեն ինչ աղոթքով խնդրեք, հավատացեք, որ կստանաք ու դա կտրվի ձեզ։ Երբ աղոթքի կանեք, եթե մեկի դեմ որևէ բան ունեք, ներեք, որպեսզի ձեր հայրն էլ, որ երկնքում է, ձեր հանցանքները ձեզ ների, այսինքն ոչ թե ատեք, այլ ներեք այդ մարդուն։ Բայց եթե դուք չներեք, ձեր երկնավոր հայրն էլ ձեր հանցանքները չի ների ձեզ։ Եվ դուք այդպես չարության մեջ կկործանվեք, որտեղ աններողամտությունը սարսափելի չարություն է առաջացնում մարդու մեջ եւ կործանում է նրան իսպառ։ Ուրեմն ինչ էր խորհրդանշում այս թզենին։ Թզենին խորհրդանշում էր, ինչպես եւ այս առակում Ղուկասի մեջ որ մենք կարդացինք, Հրեաստանի ղեկավարներին, Հրեաստանի ժողովրդին, նրանց, ովքեր չընդունեցին լուրը եւ չապաշխարեցին, ովքեր չընդունեցին Հիսուսին որպես իրենց սեփական փրկիչ, այլ գոռում են խաչիր նրան, եւ ուրեմն Հիսուսը ուզում է ասել, որ քանի որ դուք դարձի չեք գալի, սիրով զգուշացնում է իրենց, որ վերջը լավ չի։ Երբ որ ծառը պտուղ չի բերում, ոչ մեկն էլ չի ուզում է ծառը պահի, ինչքան էլ սիրուն կանաչ տերևներ ունի, որտեղ այո, ուրիշ ծառեր կան, որ պտուղ չեն բերում, ուղղակի տերևներ ունեն եւ դա լավ է, շատ լավ է, հով է տալիս։ Բայց այս պտղատու ծառը եւ պիտի պտուղ տար։ Եթե պտուղ չի տալի, ում է պետք, հող է զբաղացնում։ Կարելի է դրա փոխարեն ուրիշ ծառ տնկել, որ պտուղ բերի, եւ դա խորհրդանշում էր հրեա ազգը, որ այդպես էլ պտուղ չբերեց Հիսուսի համար, Աստծո համար, այլ միայն իրենց մասն էին մտածում, իրենց հարստանալու, իրենց իշխելու, իրենց եսի մասին։ Եվ այսօր էլ շատ քրիստոնյաներ հետևում են նույն օրինակին, ցավոք։ Եկեղեցի են գալիս, բայց մտածում են իրենց հարստանալու մասին, իրենց փառքի մասին, իրենց, այսինքն շարունակում են մնալ աշխարհիկ մարդ, որտեղ աշխարհիկ նշանակում է հենց դա։ Մարդը, որը չի ուզում պտուղ բերել Աստծո համար, բարություն անել, բարություն տարածել, այլ ուզում է հարստանալ եւ բարձրանալ ուրիշների վրա եւ իրեն ցույց տալ ուրիշներին, թե ես էսպես եմ, թե ես այնպես եմ, ես այսքան փող ունեմ, ես էսպեսի փառք ունեմ եւ այլն։
Ուրեմն շարունակենք կարդալ։ Քիչ առաջ կարդացինք, որ երբ որ լսում են այս ամենը, իրանք որոշում են, որ մի ճար անեն, մի ճար գտնեն Հիսուսին դատապարտեն։ Եվ ուրեմն առաջին փորձը անում են, կարդանք Մարկոս 11:27, նրանք դարձյալ Երուսաղեմ եկան, մինչ Հիսուսը տաճարում քայլում էր, քահանայապետները, դպիրներն ու ծերերը մոտեցան նրան եւ հարցրին. Ինչ իշխանությամբ ես այդ բաներն անում, եւ ով է քեզ այդ իշխանությունը տվել, որ այդ բաներն անես։ Այսինքն դու ով ես, որ եկար այս մարդկանց բռնդեցիր դուրս եւ ասեցիր, որ այստեղ շուկա չսարքեք, այստեղ առևտուր չանեք։ Այսօր ցավոք շատ եկեղեցիներ այդ վիճակում, որ իրենց ղեկավարները զբաղված են հարստություն դիզելով եւ կարծում են այդպես փրկվելու են։ Հիսուսը պատասխանեց ու նրանց ասաց. Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, պատասխան տվեք ինձ, եւ ես ձեզ կասեմ, թե ինչ իշխանությամբ եմ անում այս բաները։ Այսինքն հարցին հարցով պատասխանեց. Հովհաննեսի մկրտությունը երկնքից էր, թե մարդկանցից, պատասխան տվեք ինձ։ Նրանք իրար մեջ քննարկում էին, այսինքն իրենք ուզեցին թակարդ դնեն Հիսուսի համար, բայց իրենք հայտնվեցին թակարդի մեջ։ Հիսուսը այնպիսի հարց տվեց, որ ոնց էլ պատասխանեին, իրանք մեղավոր սխալ էին դուրս գալիս։ Եվ իրանք դա հասկացան, ասում են, եթե ասենք երկնքից, կասի, հապա ինչու չհավատացիք նրան, որտեվ Հովհաննես Մկրտիչը պարզ ասաց, սա է Աստծո գառը, սա է Մեսիան, իսկ դուք չհավատացիք։ Իսկ եթե ասենք մարդկանցից, ժողովրդից ենք վախենում, որտեվ բոլորը Հովհաննեսին մարգարե էին համարում։ Պատասխանեցին ու Հիսուսին ասացին, չգիտենք։ Հիսուսն էլ նրանց ասաց. Ես էլ ձեզ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ այս բաները անում։ Ուրեմն այս առաջին փորձը տապալվեց շատ հանգիստ ձևով։ Հիսուսը իրենց ցույց տվեց, որ իրենք սխալ են, բայց փոխարեն իրենք մտածեն իրենց սխալի մասին, որ իրոք իրենք սխալ են, որ իրոք այս մարդը Մեսիան է, եւ ապաշխարեն իրենց մեղքերից եւ կանեն փրկության ճանապարհին, բայց նրանք շարունակում են անել մյուս փորձերը Հիսուսին թակարդի մեջ գցելու։ Ուրեմն սրանից հետո Հիսուսը նրանց ասում է առակ եւ սիրով նրանց զգուշացնում է իրենց ապագայի մասին։ Մարկոս 12:գլուխ առաջին համարից չար մշակների առակ։ Հիսուս սկսեց նրանց հետ առակներով խոսել։ Մի մարդ այգի տնկեց, ցանկապատեց այն, հնձան փորեց ու աշտարակ շինեց, այն տվեց մշակներին եւ ուրիշ երկիր գնաց։ Երբ ժամանակը եկավ, մշակների մոտ մի ծառայ ուղարկեց, որ մշակներից այգու բերք վերցնի, իսկ նրանք բռնեցին նրան, ծեծեցին ու դատարկաձեռն ուղարկեցին։ Ուրեմն մի մարդ ասում է բիզնես արեց, այսինքն հող առավ, խաղող տնկեց, որ պտուղ ստանա, բերք ստանա եւ մարդկանց կարգեց, ինքը գնաց մարդկանց կարգեց, ինչպես այսօր շատ բիզնեսներ են անում, նշանակում են մենեջեր, CEO, եւ այս մարդը պետք է ղեկավարի այդ ամբողջ բիզնեսը կամ բիզնեսները եւ աշխատավարձ տա մարդկանց եւ մնա, այսինքն ինչ որ օգուտ է լինում, պետք է տերը վերցնի։ Բայց ինչ է կատարվում այստեղ։ Իրանք որոշում են չանել դա, այլ ամբողջ օգուտը վերցնել իրենց, եւ այսօր էլ շատ օրինակներ է եղել, որ CEO-ները, երբ որ կոնտրակտ են կապում տերերի հետ, բիզնեսների, եւ այդ կոնտրակտում մի կետ կա, որ ասում է, եթե հանկարծ կորուստ լինի, բանկրոտ դառնան, իրենք պատասխանատվություն չեն կրում։ Եվ իրենք օգտվում են այդ կետից, գիտեք ինչ են անում, ուղղակի թալանում են այդ մարդու բիզնեսը
որտեվ անազնիվ մարդիկ են եւ ուզում են կարճ ժամանակում հարստանալ, այդ ամբողջ փողը ուրիշ հաշիվների վրա են ուղարկում, հասցնում են սնանկության այդ բիզնեսը, իրանց սիրտը չի ցավում, որտեվ իրանք տերը չեն, իրանք չեն ստեղծել բիզնեսը, եւ հետո գնում են իբր թե վայելելու այդ փողերը։ Այսինքն ուզում են միանգամից հարստանալ եւ իբր թե վայելել այդ փողերը։ Նույնը կատարվում է հիմա այստեղ։ Ավազակի դրույթ դարձյալ մի ուրիշ ծառայող արկեց նրանց մոտ եւ քարկոծելով ջարդեցին նրա գլուխն անարգելով բռնեցին։ Այս ծառաները խորհրդաշում են մարգարեներին, որ Աստված անընդհատ անդադար ուղարկում էր եւ ասում էր ապաշխարեք հրեազգին, չէին ապաշխարում։ Եվ ասում է, ոմանց ծեծում էին, ոմանց սպանում։ Նա մի սիրելի որդի ուներ, որին վերջում ուղարկեց նրանց մոտ ու ասաց. գուցե որ թուցս ամաչեն։ Բայց երբ մշակները տեսան, որ նա գալիս է միմյանց, ասացին, սա է ժառանգը, եկեք նրան սպանենք եւ ժառանգությունը մերը կլինի։ Եվ նրան բռնեցին, սպանեցին ու այգուց դուրս նետեցին, արդ այգու տերն ինչ կանի, կգա ու մշակներին կորստյան կմատնի եւ այգին կտա ուրիշներին, եւ դուք այն գրվածը չեք կարդացել, այն քարը, որ շինարանները որպես անպիտան մեժեցին, այն կյունակար եղավ։ Տերը դա արեց եւ մեր աչքերին զարմանալի է։ Ուրեմն Հիսուսը այստեղ շատ սիրով զգուշացնում է նրանց, որ եթե դուք չապաշխարեք, ինչ կկատարվի։ Նրանք լավ էին հասկանում, որ Հիսուսը այս օրինակը բերեց 5 տակարանից, Եսայա 5-րդ գլուխը ասում է. հիմա իմ սիրականից երգա, իմ սիրելիս երգեմ իմ այգի վրայով, իմ սիրելիս այգի մըուներ, խիստ պտղաբեր բլուրի վրա, Զանիկա ցանկով պատեց, քարերը հանեց մեջեն, ունտիր որդատուն կերտնկեց, անոր մեջտեղ աշտարակ շինեց եւ հուն հնձան մնալ փորեց, սպասեր որ խաղող տար, բայց անիկա ազող տվավ։ Այսինքն շատ թթու, ոչ ուտվող մի պտուղ։ Ուստի հիմա դուք, ով Երուսաղեմի բնակիչներ ու Հուդայի մարդիկ, իմ ու այգիս մեջտեղ դատավոր եղեք։ Իմ այգիս ուրիշ ինչ պետք է անեի, որ ես անոր չրի։ Ինչու համար, երբ ես խաղող տալուն կսպասեի անիկա ազող տվավ։ Ուրեմն ես ձեզ ասեմ, թե ինչ պիտի անեմ իմ այգիս, անոր ցանկը պիտի քակեմ, այսքան քանդեմ, որպեսզի անասուններու ճարակը լա։ Անոր պատերը պիտի բրցնեմ, որպեսզի ոտնակոխը լա, այսքան Աստված իր օրհնությունները կվերցնի։ Խոպանացած պիտի թողում, անիկա պիտի չհոտվի ու չբրվի, որպեսզի ցախ ու փուշ բուսցնե, ամպերում պիտի ապատվիրեն, որ անոր վրա անձրև չտեղա, վասնզի զորքերուն Տիրոջը այգին Իսրայելի տունն է, ու Հուդայի մարդիկը անոր ախորժելի տուն կա, անիկա իրավունքի կսպասեր, այսքան արդարության, եւ ահա արյունահեղություն եղավ։ Արդարության եւ ահա աղաղակ։ Այսինքն ամբողջ այդ ընթացքում, երբ որ Աստված տվեց այդ երկիրը հրեաներին, ինքը սպասում էր արդարության պտուղների, բայց չեղավ։ Եվ այստեղ ասում է Աստված. վայ անոնց, որոնք տունը տան կմիացնեն, ագարակի վրա կավեցնեն, մինչև որ տեղ չմնա, ու միայն դուք բնակիկ երկրի մեջ։ Զորքերու տերը իմ ականջից խոսացավսելով, հիրավի շատ տուներ ավերակ պիտի լան, մեծ ու գեղեցիկ տուներ ու անեսմիշ մնակող պիտի չգտնվի։ Այսինքն, տեսեք, երբ է Աստված միջամտում, երբ որ անօրինությունը հասնում է իր գագաթնակետին, սրանք հավատացյալ մարդիկ էին, Աստծուն ճանաչում էին, բայց ինչպես էին ապրում, հարստությանը երկրպագելու, ասում է տունը տան վրա եք ավելացնում, հողը հողի վրա եք ավելացնում, անկուշտ եք, չեք կշտանում, փոխանակ ձեր ունեցվածքով ուրիշներին օրհնեք, ինչ եք անելու այդ տները։ Այսինքն բոլորովին Աստծո հակառակ, Աստծո օրենքին հակառակ էին ապրում։ Եվ մինչև այդ օրերը, երբ որ Հիսուսը եկավ, նույնն էր կատարվում։ Նայեք, անհավատների մոտ ուրիշ պրոբլեմա։ Այսինքն այդ խուժանությունը, Սոդոմ Գոմորը, որ հիմա կատարվում է, եւ այստեղ այս երկու դասերը հավասարվում են իրար։ Այսինքն այն դասը, որ կոչվում է իրեն հավատացյալ, բայց պտուղ չի վերում Աստծո համար։
այլ միայն իր համար է պտուղ բերում, հավասարվում է այս անօրեն մարդկանց հետ, ովքեր Սոդոմ Գոմորություն են այս Սոդոմ Գոմորում ոչ միայն այդ մեղքներ սոդոմական, այլ նաև նույն վիճակներ, արյունահեղություն, մարդկանց ճնշում են, խեղճերին ճնշում են եւ այլն եւ այլն։ Հենց այդ ժամանակ Աստված խառնվում է, երբ որ հասնում է գագաթնակետին մարդկանց չարությունը, մարդկանց անօրենությունը, Աստված խառնվում է։ Եվ Աստված, ինչպես Եսայի մեջ զգուշացրեց, որ այսպես է լինելու, ձեր վրա հարձակվելու են, որտեղ էլ իմ պաշտպանությունը չի լինելու, որտեղ դուք չեք լսում ինձ, որտեղ դուք իրար վնասում եք, ցավ եք պատճառում, փոխանակի մորենքին լսելու եւ սիրելու միմյանց եւ օգնելու միմյանց։ Եվ հիմա էլ Հիսուսը սիրով իրենց զգուշացնում է, ասում է դեռ ժամանակ կա, դեռ կարող եք դարձի գալ, դեռ կարող եք ապաշխարել եւ բայց ցավոք այդպես չեղավ։ Չապաշխարեցին եւ 70 թվականին հարձակվեցին Երուսաղեմի վրա եւ ամբողջ Երուսաղեմը հավերվեց եւ տաճարը վառվեց, ոչնչացավ, որտեղ չուզեցան ապաշխարել, որտեղ չընդունեցին Հիսուսին որպես փրկիչ, առանձին մարդիկ ընդունեցին, քրիստոնյա դառան եւ իրենք փրկվեցին։ Մի քանի անգամ դա ասել ենք, իրենք փախան սարեր եւ փրկվեցին, բայց ցավոք մեծամասնությունը այդպես էլ չընդունեց եւ չփրկվեց։ Հիմա նույն բանն է կատարվում, երկրորդ հնարավորությունն է տրված Իսրայելի։ Բայց նորից նրանք պտուղ չեն բերում Աստծո համար։ Այսօր նրանք ավիրում են ուրիշի հողը, այսօր սպանում են իրենց արյունակիցներին, ովքեր նույնպես Աբրահամից են եղել, ուղղակի կոտորած է, կոտորում են։ Եվ միթե Աստված ուզում է դա, Քրիստոսին այսօր ծաղրում են Իսրայելի հեռուստացույցով։ Չեն հավատում մեծամասնությունը, կան քրիստոնյաներ, ովքեր ընդունել են Հիսուսին, բայց ցավոք նույն այդ քաղաքականությունը շարունակվում է, չեն ուզում ընդունել, որ Հիսուսն է իրական Մեսիան, էլի նույն պատճառով, որտեղ Հիսուսը ասեց, եկել եմ ձեր մեղքերից ձեզ ազատելու, իսկ իրանց ուղեղին ուրիշ բան է, լինել հարուստ, ունենալ իշխանություն եւ տիրել ողջ աշխարհի վրա։ Հիսուսը այսօր այս դաժան իրականությունը, որ գոյություն ունի Գազայում, բոլորովին կապ չունի Աստծո գործի հետ։ Դա պտուղ չէ Աստծո համար, այլ Աստծո հակառակորդի։ Աստծո հակառակորդն է ուզում, որ այսօր անմեղ երեխաներ ու մարդիկ տուժեն ու մեռնեն։ Ցավոք նույն քաղաքականություն է շարունակում ինչ-որ հին ժամանակներում եւ ինչու է նրանք կարծում, որ այն ժամանակ Աստված ինչ որ ասեց արեց եւ հին ժամանակում 5 տականի ժամանակում ինչ որ ասվեց արվեց եւ Հիսուսի ժամանակ ինչ որ ասվեց արվեց, ինչու են իրենք կարծում, որ հիմա դա չի լինի։ Իրանք արդեն որի-որ անգամ են մերժում են Քրիստոսին ընդունելու, մերժում են Մեսիային ընդունելու իրենց եւ անում են գործեր, որոնք բոլորովին Աստված չի հավանում։ Եվ սա պետք է դաս լինի քրիստոնյաների համար, որ երբ որ Աստծո անունը դնում ես քո վրա ես վերցնում, բայց Աստծո համար պտուղ չես բերում, նույն ճակատագրին ես արժանանալու։ Բացառություն չկա։ Ոչ մեկ իր անունով չի փրկվում։ Եթե այսօր էլ դուք գնում եք եկեղեցի, եթե այսօր դուք ղեկավարում եք եկեղեցի եւ ձգտում եք հարստության, ավելի ու ավելի հարստանալ եւ ձեզ բարձրացնել եւ իշխանություն ձեր բերել եք, այսօր լիքը եկեղեցիներ այդպես կան, չեմ ուզում անունով ասել։ Դուք չեք ծառայում Աստծուն, դուք ծառայում եք Աստծո հակառակորդին, դուք ծառայում եք ձեր եսին, դուք պտուղ չեք բերում Աստծո համար եւ նույն ճակատագրին կարժանանաք, ինչ որ Իսրայելը այն ժամանակ։ Այսինքն Աստված հավատարիմ է ինքը իրեն, Աստված սիրում է արդարություն,
Աստված սիրում է բարություն, Աստված սիրում է ողորմություն։ Եվ եթե մարդը չի անում դա, կապ չունի, որ ազգից է, ինչ է ինքը իր մասին մտածում, ինչ է ինքը դավանում իր բերանով, կապ չունի։ Եթե ինքը Աստծո համար պտուղ չի տալի, վերջը նույնն է։ Չորացած ծառը կտրում են, վերցնում են եւ վառում են։ Եվ վերջ։ Այն ծառը, որ պտուղ չի բերում ուրիշների համար, մարդկանց համար, ով չի ծառայում ուրիշին։ Երբեք ոչ մի ծառ ինքը իր պտուղը չի ուտում, այսինքն կա պտուղներ, որ թափում են եւ դառնում են պարարտանյութ մյուս տարվա համար։ Բայց հիմնականում ծառում համար է պտուղ բերում, մարդու համար, որ մարդը ուտի եւ առողջ լինի եւ ապրի։ Եվ նաեւ հաճույք ստանա համից, ինչու ոչ։ Ուրեմն մենք էլ պետք է այդպես ապրենք, ոչ թե մեր համար, այլ ուրիշների համար պտուղ բերենք։ Եթե ուզում ենք իրոք երջանիկ լինենք, եթե ուզում ենք իրոք ուրախ լինենք, եթե ուզում ենք իրոք փրկվենք, այլ ոչ թե զբաղվենք ինքնախաբեությամբ, ինչպես հրեաները։ Ուրեմն նորից են փորձում, որ Հիսուսին թակարդի մեջ գցեն, շարունակեն կարդալ 12:13 համարից։ Եվ փարիսեցիներից ու հերովդասականներից մի քանի հոգու նրա մոտ ուղարկեցին, որ խոսքով ծուղակը գցեն նրան։ Նրանք եկան ու նրան ասացին. «Վարդապետ, գիտենք, որ ճշմարիտ ես, եւ ոչ ոք քեզ հոգ չէ, որտեւ մարդկանց մինչեւ խտրականություն չես դնում, այլ ճշմարտությամբ Աստծո ճանապարհն ես ուսուցանում։ Արդ ասա մեզ, կայսրին հարկ տալն օրինավոր է, թե ոչ, տանք, թե չտանք»։ Իսկ նա նրանց Այսինքն այնպիսի հարց են տալի նորից, որ Հիսուսին գցեն ծուղակի մեջ։ Եթե ասել հա տվեք, գիտեր, որ հրեա ազգը ատում էր հռոմեացիներին եւ ատում էր, որ իրանք հարկ են տալիս իրենց։ Եվ ատելության կարժանան ժողովրդի կողմից։ Եթե ասեր ոչ, որպես ապստամբ դիտատվեր Հռոմի կառավարության կողմից։ Եվ իրանք կարծեցին, որ այնքան սրամիտ են եւ Հիսուսին գցել են ծուղակը, իսկ նա նրանց կեղծավորությունը հասկանալով ասաց նրանց. «Ինչու եք ինձ փորձում, ինձ մի դահեկան բերեք, որ տեսնեմ»։ Եվ նրանք բերեցին եւ նրանց հարցրեց. «Այս պատկերը կամ գիրը ումն է»։ Դահեկանը ցույց տվեց, ում նկարն է վերել։ Նրանք պատասխանեցին. «Կայսրինը»։ Այդժամ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծուն Աստծուն»։ Եվ ասում է զարմացան նրա վրա, այսինքն պատասխանի վրա զարմացան, որտեղ նորից պարտության մատնվեցին։ Հիսուսը ասում է. «Քանի այդ երկրի օրենքը չի հակասում Աստծո օրենքին, արեք»։ Եվ նորից շատ մարդիկ չեն սիրում հարկեր տալ, բայց հարկը իր ձևով բարեգործություն է, այսինքն, եթե իհարկե կառավարությունը դա ճիշտ նպատակով է օգտագործում, որտեղ հարկը վերցվում է, որպեսզի դպրոցներին կրթություն տրվի, որպեսզի կարգոկանոնը ոստիկանության միջոցով պահպանվի, որպեսզի զինվորականներ ունեն իրենց հողը պաշտպանեն, որպեսզի աղքատները, ովքեր ի վիճակի չեն աշխատել, այսինքն անդամալույցները, ովքեր ի վիճակի չեն աշխատել, օգնություն ստանան պետությունից, ծերերը, ովքեր արդեն դադարում են աշխատելուց։ Այսինքն դա բարեգործություն է, եթե ճիշտ է օգտագործվում պետության կողմից, եթե չէ, մեղքը պետության վզին է։ Մենք մեղքից ազատ ենք, մենք մեր այդ օրենքին ենթարկվում ենք, հարկը տալիս ենք, որովհետև այդ օրենքը չի հակասում Աստծո օրենքին։ Հիսուսը ասում է կայսրինը տվեք կայսրին, պետությանը տվեք պետությունը եւ Աստծուն Աստծուն, տասանորդը տվեք Աստծուն, 10%-ը մնացածը ինչ որ իրանք ուզում են հարկի համար տվեք, դա բոլորին չի հակասում։ Աստված է ամբողջ տիեզերքի բարիքների աղբյուրը։ Մենք չպետք է վախենանք աղքատանալուց, սոված մնալուց։ Կարող ենք եւ հարկը տալ, եւ տասանորդը տալ, եւ Աստված բազմացնում է մեր ունեցվածքը, երբ որ մենք բարեգործություն ենք անում մեր փողով,
դարանում է գաղտնիքը, այսինքն դա արդեն օշնված ունեցվածք է, որ ծառայում է ոչ միայն մեզ, այլ նաև ուրիշներին։ Եվ նորից նրանք բարդվեցին։ Հիսուսը չասեց անդիմացեք, հարկ մի տվեք եւ այլն եւ այլն։ Այլ ասեց Աստծուն տվեք տասանորդը իր, նրանց էլ տվեք իրենց հարկը եւ մի վախեցեք սոված մնալուց կամ աղքատանալուց, չեք աղքատանա, ես ձեզ կտամ դրա տասնապատիկը։ Եվ հետո սադուկեցիներն են փորձում նրանք գցել ծովակի մեջ եւ ուրեմն Հրեաստանում օրենք կար հին ժամանակում, որ եթե եղբայրը ամուսնանում է, մեծ եղբայրը, եւ մահանում է չհասցնելով երեխա ունենալ, իր կնոջի հետ պիտի ամուսնանա նրա եղբայրը, որ եթե երբ որ առաջին զավակ ունենան, այդ առաջին զավակը համարվելու է մեծ եղբոր զավակը, որպեսզի մեծ եղբայրը ունենա իր ժառանգությունը, անժառանգ չմնա։ Եվ այս օրենքը մեջբերելով սադուկեցիները այսպիսի մի պատմություն են պատմում, որ իրական չէր, բայց ուղղակի հիպոթետիկական էր, այսինքն եթե եւ ասում են, եթե 7 եղբայրներ կային, մեկը ամուսնացավ, երեխա չունեցավ, այն մյուսը ամուսնացավ այս կնոջ հետ, հետո այն էլ չունեցավ եւ վերջը 7 եղբայրներն էլ նույն կնոջ հետ են ամուսնանում, որտեղ մեկը մեկի հետևից մեռնում է եւ ասում է, բա որ հարություն լինի, որտեղ իրանք չէին հավատում հարությանը սադուկեցիները։ Ասում է, բա որ հարություն լինի։ Այս կինը ո՞ր մի եղբոր հետ է ապրելու, որտեղ 7 եղբոր կինն է եղել։ Բայց Հիսուսը ասում է, մոլորության մեջ եք ընկել, որտեղ ոչ Սուրբ Գիրքը գիտեք, ոչ Աստծո զորությունը, որտեղ երբ մեռելներից հարություն առնեն, ոչ կինը կառնեն, ոչ էլ մարդու կգնան, այլ կլինեն ինչպես հրեշտակները, որ երկնքում են։ Այսինքն, երբ որ Աստված Ադամին ու Եվային ստեղծեց, ինչ ասեց, ամուսնացեք, լցրեք երկիրը, շատացեք, լցրեք երկիրը։ Ու ուրեմն Աստված գիտի, թե այս երկրի վրա ինչքան ժողովուրդ ենք ուզում որ ապրեն։ Եվ երբ որ այդ չափը լրանա, երբ որ Հիսուսը գա եւ հարություն տա, բոլորին այլ մարմիններ են լինելու, հրեշտակների պես կատարյալ մարմիններ են մարդիկ ունենալու եւ այդ ժամանակ ամուսնություն չի լինելու։ Պարզ ասում է Հիսուսը։ Ասում է այնտեղ չեն ամուսնանելու, երբ որ հարություն առնեն։ Ոչ կին կառնեն, ոչ էլ մարդու կգնան։ Եվ ասում է դուք ղեկավար եք, իբր թե գիտակ եք, Աստվածը չի, բայց չգիտեք դա, չեք կարդացել Աստվածաշունչը։ Եվ նաեւ իսկ որքան է որ չէին հավատում հարությանը, ասում է, սակայն մեռելների մասին, որ հարություն են առնելու, դուք Մովսեսի գրքում մորենու դրվագի մեջ չեք կարդացել, թե Աստված ինչպես խոսեց նրա հետ ու ասաց. Ես եմ Աբրահամի Աստված, Իսահակի Աստվածը, Հակոբի Աստվածը, նա մեռածների Աստվածը չէ, այլ ողջերի, ուրեմն դուք մեծ մոլորության մեջ եք գտնվում։ Երբ որ Աստված հայտնվեց Մովսեսին, այդ ժամանակ մեռած էին Աբրահամը, Իսահակը, Հակոբը, մեռած էին։ Բայց Աստված ասեց, ես Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստվածն եմ։ Այսինքն, եթե հարություն չկա, եթե այս մարդիկ մեռել ու գնացել են, ինչի է Աստված ասում, ես Աբրահամի, Իսահակի ու Հակոբի Աստվածն եմ, չէ, Աստված մեռելների Աստված է։ Այսինքն, ինչ իմաստ ունի լինել Աստված մեկ նրանց, ովքեր չկան, արդեն գոյություն չունեն եւ չեն ունենալու։ Բայց հենց այս խոսքերը ապացուցում են, որ իրենց կյանքը պահպանվում է Աստծո մոտ, որպեսզի երբ որ Հիսուսը գա, հարություն տա բոլոր այդ արդար մեռածներին։ Եվ իհարկե տեղին է նաև հիշել Պողոս առաքյալի խոսքերը, որ ասում է, եթե դուք հավատում եք Աստծուն միայն այս կյանքի համար, դուք ասում եք ողորմել եք բոլոր մնացածներից, նույնիսկ անհավատներից։ Որտեվ ինչ իմաստ ունի միայն այս կյանքում հավատալ, Աստված մեզ ավելին է տալիս է հավիտենական կյանք։ Նա մեռածների Աստվածը չի, այլ ողջերի, ուրեմն դուք մեծ մոլորության մեջ եք գտնվում։ Նորից տապալվեցին նրանց փորձերը Հիսուսին ծուղակի մեջ
գցելու։ Դրանից հետո մոտենում է մի այլ դպիրներից մեկը, որ լսում էր նրանց վեճը եւ տեսավ, որ Հիսուսը սադուկեցիներին լավ պատասխանեց, մոտեցավ ու նրանց հարցրեց. որն է ամենակարևոր պատվիրանը։ Հիսուսը նրան պատասխանեց. առաջին եւ ամենակարևոր պատվիրանը սա է. լսիր Իսրայել, մեր Տերը Աստված միակ Տերն է, եւ սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով ու ամբողջ զորությամբ։ Սա է առաջին պատվիրանը, իսկ երկրորդը սրան նման է. սիրիր քո ընկերոջը քո անձի պես։ Սրանցից ավելի մեծ պատվիրան չկա։ Եվ դպիրը նրան ասաց. լավ վարդապետ, ճշմարիտ ասացիր, որ Աստված մեկ է, նրանից բաց ուրիշը չկա, եւ որ նրան ամբողջ սրտով, ամբողջ մտքով, ամբողջ էությամբ ու ամբողջ զորությամբ սիրելը եւ ընկերոջն իր անձի պես սիրելն առավել է, քան բոլոր ողջակեզներն ու զոհերը։ Եվ Հիսուսը տեսնելով, որ նա իմաստությամբ պատասխանեց, նրան ասաց. դու Աստծո արքայությունից հեռու չես, ու ոչ ոք այլևս չէր համարձակում նրան որևէ բան հարցնել։ Ուրեմն շատ հավատացյալներ մեջ են բերում այս մասը եւ ասում են Հիսուսը նոր պատվիրան տվեց։ Սիրիր քո Տեր Աստծուն եւ քո մերձավորին, դա նոր պատվիրան չէր, դա 5 կտակարանից էր։ Երկրորդ օրինաց 6:4-5-ը, երբ որ կարդաք, երկրորդ օրինաց 6:4-5 համարները։ Տեսնում եք, Հիսուսը ամեն ինչին Աստվածաշնչից էր մեջ բերում 5 կտականից, այն ժամանակ նոր կտական չկա։ Ով Իսրայել մտի կերե, մեր Տեր Աստվածը միմիայն Տեր է, քո Տեր Աստվածը բոլոր սրտովդ, բոլոր հոգիովդ ու բոլոր զորությունով սիրե, եւ այս խոսքերը, որոնք ես այսօր քեզի պատվիրեցի, քո սրտիդ մեջ թող ըլլան։ Եվ մյուսն էլ, որ ասում է քո մերձավորին սիրիր քո անձի պես, նույնպես գրված է 5 կտակարանում Ղևտացիս 19:10 համար, բացեք եւ կարդացեք։ Եվ ուրեմն Հիսուսը սա նոր պատվիրանք չէ։ Այս երկու պատվիրանները ամփոփումն են ամբողջ տասնաբանյայի։ Առաջին 4 պատվիրանը վերաբերվում է Աստծուն, որ ասում է ես եմ միակ Աստված, ուրիշ Աստված չունենաք, երկրորդ ասում է կուռք չսարքեք, երրորդ ասում է իզուր Աստծո անունը չտաք, չորրորդ ասում է հիշի շաբաթերով սուրբ պահիր, որտեղ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Դրանք մտնում են այդ առաջին մասի մեջ, որ սիրես քո Տեր Աստծուն ամբողջ սրտով, հոգով, մտքով, մարմնով եւ այլն, ամբողջ քո զորությամբ։ Երբ որ հնազանդվում ես Աստծուն, իր օրենքին սիրում ես իրան։ Եվ երկրորդ մասը վերաբերում է մարդկանց հարաբերություններին, ասում է սիրիր քո մերձավորին քո անձի պես, եւ դա մյուս 6 պատվիրանն է, որ ասում է հարգիր քո հորը, մյուսը հետո ասում է մի շնացիր, մի սպանիր, մի գողացիր, մի նախանձիր, եւ այսքան այդ 6 պատվիրանները դա ամփոփումն է, այսինքն Աստծո 10 օրենքը բացատրում է, թե ինչ է նշանակում սիրել քո մերձավորին, թե ինչ է նշանակում սիրել Աստծուն, եւ իզուր են մարդիկ ստեր հորինում, որ Աստված տասնաբանյան խաչել է խաչին եւ դրա փոխարեն ուրիշ օրենք է տվել, այս երկու օրենքը սիրիր քո Տեր Աստծուն, իսկ ինչ է նշանակում դա 5 կտականից է, դա ամփոփումներ ամբողջ 10 պատվիրանների։ Վերջում կարդանք Դարերի փափագից 447 էջը։ Այն, որ Քրիստոսը նզովեց իր իսկ զորությամբ ստեղծած ծառը, նախ զգուշացնում է բոլոր եկեղեցին ու բոլոր քրիստոնյաներին։ Ոչ ոք չի կարող կենսագործել Աստծո օրենքը առանց ծառայելու մյուսներին։ Բայց շատերն իրենց կյանքում չեն դրսևորում Քրիստոսի բարեգութ ինքնուրած բնավորությունը։ Նրանք, ովքեր իրենց գերազանց քրիստոնյաներ են համարում, չեն էլ հասկանում, թե ինչ է նշանակում ծառայել Աստծուն։
Նրանք ամեն ինչ անում են միայն իրենց հաճոյանալու համար։ Նրանց բոլոր գործողությունները դրդված են եսասիրությունից։ Նրանք գնահատում են միայն այն ժամանակը, որում ինչ-որ բան են ձեռք բերում իրենց համար, այլ ոչ թե ուրիշին ինչ-որ բարություն են անում։ Կյանքի բոլոր գործերում միայն սա է նրանց նպատակը։ Նրանք ծառայում են ոչ թե ուրիշներին, այլ իրենց։ Ուրեմն Աստծուն ծառայել նշանակում է ծառայել ուրիշներին, այլ ոչ թե քեզ։ Աստված նրանց ստեղծել է, որ ապրեն այս աշխարհում, որտեղ անշահախնդիր ծառայություն պետք է արվի։ Նա նախատեսել է, որ հնարավոր բոլոր ճանապարհներով նրանք ծառայեն իրենց դրացիներին, բայց ես այնպես է կուրացրել նրանց, որ այլևս ոչինչ չեն տեսնում։ Այսինքն նմանվում են նույն հրեաներին։ Ինչ որ անում են հրեաները այն ժամանակ եւ հիմա իրենք էլ անում են նույնը։ Նրանց ամենևին չի հետաքրում մարդկության ճակատագիրը։ Ովքեր այսպես ապրում են միայն իրենց համար, նման են այն թզենուն, որ տեսքով փարթամ էր, բայց անպտուղ։ Նրանց երկրպագությունը ձևական է, առանց ապաշխարության ու հավատի։ Արտաքուստ նրանք հարգում են Աստծո օրենքը, բայց չեն նազանվում դրան։ Նրանք ասում են, բայց չեն անում։ Այն դատավճիռը, որ Քրիստոսը կայացրեց թզենում, ցույց է տալիս, թե որքան նողկալի է նրա համար այդ դատարկ ձևականությունը, այդ դատարկ հավատքը։ Նրա աչքին բացահայտ մեղսագործն ավելի քիչ է հանցավոր, քան նա, ով իբր ծառայում է Աստծուն, բայց պտուղ չի բերում նրա փառքի համար։ Ուրեմն եւ բացահայտ հանցավորն է գնում դեպի կորուստ, եւ այս իբր թե հավատացյալը, որ միայն իր մասին է մտածում, իր հարստանալու, իր փառքի, իր եսի մասին, իր բարձրանալու մասին, սո երկուսն էլ գնում են դեպի կործանում։ Այս մեկը գիտի, որ ինքը գնում է դեպի կործանում, եւ հույս կա, որ կապաշխարի։ Բայց այս մեկը կարծում է գնում է դեպի փրկություն, կուրացած, ինքնասիրահարված, խաբված, եւ վերջում նրա այդ պատելը ինչ։ Հիսուս ասում է, երբ որ գալու են ու ասեն մենք քո առջև հրաշքներ գործեցինք, մենք էս արեցինք, ինքը ասեց չեմ ճանաչում ձեզ, գնացեք դեն ինձնից անօրեններ, որտեղ դուք չեք կատարել օրենքը, սիրո օրենքը Աստծո, որտեղ դուք եւ գողացել եք, եթե դուք չեք օգնում ուրիշներին կամ անազնիվ ձևով հարստություն եք վաստակում, չէ, վաստակել եք բառը չի ձեզ համար հավաքում, դուք պտուղ չեք բերում Աստծո համար, դուք չեք փրկվի, ինչքան էլ որ մտածում եք, որ դուք կփրկվեք։ Ուրեմն զգուշանանք, որ մենք այդ հավատացյալներ չլինենք։ Աստված չանի, որ մենք կույր ինքնախապեյությամբ ապրենք, եւ երբ որ Հիսուսը գա, լսենք այս դատապարտող խոսքերը։ Որ ասում է գնացեք են կողմ անօրեններ, որտեղ այդ մարդիկ օրենքը չեն կատարել, նրանք շնացել են, ինչ են արել, գողացել են իրենց մերձավորի կնոջը, նրանք գողություն են արել, գողացել են իրենց մերձավորի ունեցվածքը, կարող է այսպես չգողանան, բայց քիչ աշխատավարձ տալով քո աշխատողին, դա շատ անգամ ենք ասել, դա նշանակում է դուք գողանում եք իրենից, մարդկանց իրավունքները չանելով, դուք սպանում եք նրանց, դուք այսինքն մենք գիտենք, որ Հիսուսը ցույց տվեց, որ այս օրենքը ոչ միայն ֆիզիկականի մասին է, այլ նաև հոգևորի մասին։ Զգուշ լինենք, արդյոք մենք իրոք Աստծուն ենք ծառայում, թե Աստծո թշնամին ենք։ Թող Աստված օրհնի մեզ, որ մյուս շաբաթվա բոլոր օրերին մենք ծառայենք Աստծուն, մեր կույր աչքերը բացվի, եւ մենք թեքվենք մեր սխալ ճանապարհներից, ապաշխարենք եւ սկսենք Աստծո պտուղները բերել մեր կյանքում։ Իսկ եթե արդեն անում ենք, շարունակենք
Ինչպես որ Արաքյաններից մեկը ասում է, մի ձանձրացեք, մի ձանձրացեք բարին անելուց, թող Աստված օրհնի մեզ բոլորիս, որ կարողանանք իր ճշմարիտ զավակ լինենք եւ իր անվանը փառք բերենք, այլ ոչ թե խայտարակություն, Աստծո ողորմությամբ մինչեւ մյուս շաբաթ։